23-ամյա թրքուհի Ջուլիա Համը ժողովրդին Ստամբուլի հրապարակ է կանչում։ Մենք երիտասարդները չենք ուզում Էքրեմ Իմամօղլուին մենակ թողնել։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ժողովրդավարության վերջին փշրանքները մեր երկրում։ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունը մեկն է այն հազարավոր պատճառներից, որի համար թուրքերն արդեն 4-րդ օրն է փողոցներում են։ Բռնապետությունը, անարդարությունը, վատ կյանքը, որ մեկը ասեն, վերջին 20 տարվա ընթացքում լավ բան չեն տեսել, պատմում են ավելի տարիքով մարդիկ։ Ժողովրդավարությունը սպանվում է մեր երկրում։ Մեր իրավունքները ոտնատակ են տալիս։ Մեր ընտրած պաշտոնյաները կալանավորվում են։ Ես այստեղ եմ ոչ ասելու տեղի ունեցող ապօրինություններին։ Երիտասարդները, ինչու՞ չէ, նաև տարիքով մարդիկ չեն լքելու այս հրապարակները։ Իշխանականները չեն էլ հասկանում, որ իրենց անհիմն ձերբակալություններն ու բանտարկությունները հանգեցնելու են Իմամօղլուի նախագահ դառնալու։ Ստամբուլում ցուցարարները ճեղքել են անվտանգության ուժերի շարասյունը, մտել քաղաքապետարանի շենք։ Բողոքի ցույցերի առաջին օրից մինչև հիմա ավելի քան 350 քաղաքացի է ձերբակալվել։ Զանգվածային ձերբակալություններից հետո ոստիկանների ու ցուցարարների միջև դաժան բախումներ են սկսվել։ Մարդիկ կոտրել են ոստիկանների տեղադրած բարիկադները, իրավապահները արցունքաբեր գազ են բաց թողել։ Այս տեսարանները ոչ միայն 16 միլիոնանոց Ստամբուլում են, այլև Իզմիրում, Անկարայում։ Փորձում են գողանալ մեր հույսերը, բայց բոլոր երիտասարդների անունից եմ ասում, որ դա նրանց չի հաջողվի։ Մենք այնքան զայրացած ենք իշխանության վրա, որ մեզ ոչինչ չի կանգնեցնի։ Մարդկանց քանակից մենք էլ ենք շոկի մեջ, սա պատերազմ չէ, սա ընտրություն է, բոլոր իշխանավորները գալիս ու գնում են, վաղուց արդեն նրանց գնալու ժամանակն է, Էրդողանի թիմը պետք է հրաժարական տա, որ հաջորդները կան։ Այս կիրակի ընդդիմությունը նախատեսում է ամբողջ երկրում զանգվածային ցույցեր կազմակերպել, որոնք իրենց մասշտաբով ամենամեծն են լինելու 2013 թվականից հետո։ Մամուլը գրում է, որ իշխանությունը նույնպես պատրաստվում է կիրակնօրյա հանրահավաքներին, ոստիկանական մեծաթիվ ուժեր կենտրոնացնելով քաղաքի կենտրոնական հատվածներում։ Լիլիթ Գասպարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։